Իսկ դու գիտեք, թե ձեր երեխայի բերանի խոռոչում քանի ատամ կա հիմա։ Փոքրիկ ինֆորմացիա բոլոր ծնողների համար։ Գնացինք։ Առաջին կաթնատամները ծկթում են 6-ից 8 ամսեկանում։ Երեխան արդեն 2-ից 2.5 տարեկանում ունի վերջնական ձևավորված կաթնատամային կցվածք, թվով 20 կաթնատամ։ Այդ պատճառով 2-ից 2.5 տարեկանը շատ լավ ժամանակ է առաջին այցելության, հսկողության եւ ճիշտ խնամքի համար։ 6-ից 12 տարեկանում կաթնատամները աստիճանաբար փոխարինվում են եւ մեծանում է մշտական ատամների քանակը։ 6-ից 8 տարեկանում ծկթում են կենտրոնական եւ կողմնային կտրիչները, իսկ 9-ից 12 տարեկանում արդեն ժանիքները եւ ծամիչ կաթնատամները։ 6 տարեկանում դուրս է գալիս առաջին ծամիչ մշտական ատամը, այստեղ ուշադիր։ Շատերը կարծում են, որ դա կաթնատամ է, քանի որ ոչ մի ատամ չի ընկնում, բայց իրականում դա մշտական ատամն է, որը որ պետք է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում։ Կաթնատամները ճիշտ է ժամանակավոր են, բայց նրանց առողջությունը ձևավորում է երեխայի ապագա ժպիտը։